Բարև ձեզ։ Դուք եկեղեցու համայնքից եք թե Համայնքից եմ ես եկեղեցու, եկել էի ժամերկության այսօր։ Երևանի Նոր-Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ենք։ Ես այս եկեղեցի հիմնականում գալիս եմ, որովհետև ամեն ինչը շատ կարգ ու կանոնով լինում է։ Ժամերկությունները պարտաճանաչ, առավոտյան, երեկոյան ժամերկությունները միշտ լինում են, երբ որ հոգիդ խաղաղված չի, ինչ որ բան անհանգստացնում է, անպայման դիմում ես ու Տեր Աշոտը միշտ լավ խորհուրդներ է տալիս։ Իսկ վերջին շրջանում ինչ որ լարվածություն բան նկատում եք։ Գիտեք, նկատում եմ, ինչի՞ չէ։ Վերջին օրերին հենց այս եկեղեցու մասին էր համացանցում լուրեր տարածվում, թե հոգևոր կյանքն այստեղ խաթարված է։ Պատճառն էլ ըստ տարածվող լուրերի քահանան է, որ աջակցում է եկեղեցու բարենորոգման խորհրդին։ Տիկին Նաիրան եկեղեցի շտապող մարդկանց է ցույց տալիս, հոգևոր կյանքը խաթարված չէ, բայց համայնքից մարդիկ կան, որ որոշել են համայնքի ակտիվ կյանքին չմասնակցել։ Ամեն մարդ երևի ունի իր կարծիքը, բայց ես կարծում եմ, որ քաղաքական ոչ մի բան պիտի եկեղեցի չմտնի։ Շամերգության համար եք եկել։ Այո։ Զրույցի ընթացքում պարզվում է, Հեղինեն ևս նույն համայնքից է։ 2016 թվականից երգչախմբում էլ երգում է, կարծում է, խնդիրները, որ կան, ոչ թե բարենորոգմանը Տեր Աշոտի աջակցելուց են սկսվել, այլ մինչև այդ, երբ ուրիշները քաղաքականությունը բերեցին եկեղեցի։ Իրականում մենք շատ լավ ատենապետ ենք ունեցել, որը որ պատասխանատու էր համայնքում խաղաղության համար նաև։ Էնպես ստացվեց, որ նա ամուսնացավ, այն պահից, երբ որ ինքը գնաց եւ այլևս չէր կարողանում լինել ատենապետ, շատ տարբեր մարդիկ սկսեցին խառնվել մեր համայնքային կյանքով իրենց քաղաքական դիրքորոշումներով։ Հնարավորության դեպքում միշտ առավոտյան ու երեկոյան ժամերգությունների ներկա եմ լինում։ Տիգրան Ենոքյանն էլ է համայնքից ասում է, արդեն 6 տարի այս եկեղեցում է աղոթում, վերջին տարին նաև որպես դպիր։ Իսկ համայնքի կյանքում փոփոխություններ վերջին ամիսներին նկատում եք, չեք նկատում, ընդհանրապես ակտիվություն, պասիվություն։ Հայտնի դեպքերից բոլորն էլ տեղյակ են։ Կան մարդիկ, որ չեն գալիս։ Դե իրանց որոշելիքն է։ Բայց մեծ թիվ են կազմում։ Ոչ մի դեպքում չեն կարող մեծ թիվ կազմել։ Եկեղեցում չի կարա լինի, որ յուրաքանչյուր համայնքում, որ կան հավատացյալներ ու մեծ ամասնությունը լինեն քաղաքականացված։ Իրենք քաղաքականացված չեն ու կարևոր են համարում, որ եկեղեցին հեռու լինի քաղաքականությունից, առանձին նույն բանն են ասում ժամերգության շտապող քաղաքացիները։ Ոչ մի անգամ քաղաքական քարոզ չի եղել, ես դրա համար ինձ հոգի հարազատ։ Քաղաքական բնույթի հարցեր որ լինի, ուրիշ տեղ կգնա։ Տեր Աշոտը քաղաքական ինչ-որ հայտարարություններ, բաներ անում է, որ 7 տարի Տեր Աշոտը այս եկեղեցում քահանա է։ Ես ասում եմ հիմնական այս եկեղեցու խաղաղության համար եմ գալիս։ Ինքը բացարձակ ոչ հոգևոր զրույցին, ոչ քարոզներին, ոչ թեկուզ անհատական զրույցին, ոչ մի քաղաքական նյութ, ոչինչ չի ասում։ Այս վերջին շրջանում էլ մենք մի ընտանիքում ենք եւ չպետք է թույլ տանք, որ որոշակի պատրաստված ինչ որ մարդիկ պառակտում մտցնեն։ Գորսկը առաքելոցից հատված է մեջբերում իրենց համայնքից դուրս համարողներին հորդորելով վերադառնալ տուն։ Եթե Աստծո գործն են անում, մենք խաթարել չենք կարող։ Եվ եթե Աստծո գործը չեն անում, ինքն իրենով այս ամենը կործանման է ենթակա։ Նախկին երգչախմբի չլինելու, այս օրերի երգչախմբի հրավիրյալ լինելու մասին եմ հարցնում։ Լուրերը ճիշտ են։ Հեղինեն, որ այդ երգչախմբում է տարիներ, պատմում է. տարիների ընթացքում երգչախմբի կազմը միշտ էլ փոփոխվել է։ Հիմա էլ գնացողներ եղել են, բայց մենք էստեղ ենք։ Մենք նորից ճամբարներ ենք կազմակերպում, մեր կիրակնօրյա դպրոցները, դասընթացները նորից շարունակվում են։ Մենք նորից գալիս ենք երգչախմբով հավաքվում ենք փորձերի, որպեսզի պատարակ ավելի ճիշտ երգենք։ Ապա եթե մերանիցի բազում արդյունք Արդեն 7 տարի է, որ Տեր Աշոտը Նոր-Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում իր ծառայության մասին է ասում։ Նա է միացել վարչապետի ու 10 եպիսկոպոս արքեպիսկոպոսների նախաձեռնած բարենորոգման խորհրդին, որ նորոգվի եկեղեցին ու քաղաքականությունը եկեղեցու պատերից ներս տեղ չունենա։ այստեղ չշահարկվեն քաղաքական հայացքներ, որևէ մեկը մյուսին ուրեմն քաղաքական հայացքներ չպարտադրի, այստեղ տեղ չգտնի որևէ ատելության խոսք, չդեմոնիզացնեն իշխանավորներին, որովհետև ինչ է ասում Պողոս առաքյալը Տիմոթեոսին ուղղված թղթում, ասում է, որ պատվիրում եմ բոլոր քրիստոնյաները աղոթեն, աղաչեն
Աստծուն, հատկապես ասում է թագավորների եւ իշխանավորների համար, որովհետեւ դա է բարին եւ ընդունելին Աստծո առաջ։ Հետևաբար որևէ մեկը չպետք է եկեղեցին մուտք գործելով մտածի այնպես, որ եկեղեցին ծառայեցնի իր անձնական շահերին։ Հրավիրյալ երգչախմբից մինչև եկեղեցու դատարկվել տարածվող այդպիսի լուրերին, ասում է, ամենօրյա աղոթքով է պատասխանում։ Երգչախումբը չի կարող դրսից գալ, երգչախումբը ձևավորվում է համայնքի ներուժով, ինչպես նաև Կիրակնորիա դպրոցի սաները եկեղեցու եւ համայնքից են եւ երիտասարդաց միության անդամներն են համայնքից։ Իմիջայլոց մեր Կիրակնորիա դպրոցի սաների համար արդեն 2 խումբ ենք ձևավորել։ Այս տարի երեխաները շատ են, մեկ խմբով չեն կարողացել կազմակերպել, իսկ բարենորոգման խորհրդին միանալը ոչ թե քաղաքական որոշում է, այլ եկեղեցին քաղաքականությունից հեռու պահելու հնարավորություն, ինչպես իր ծառայության տարիներին փորձել է անել միշտ։ Դե իհարկե, բարեփոխման շատ բաներ կա, ես չեմ, որ պիտի դրա մասին բարձրաձայնեմ, կարծում եմ ավելի գիտակ, ավելի լավ հոգևորականներ, տեր հայրեր կան, որ իրանք կարան էդի բարձրաձայնեն։ Բոլոր պատարակներին մասնակցող Նաիրա Ավետիսյանը հույս ունի համայնքի բոլոր անդամների համար ու բոլոր եկեղեցիներում Աստծո աղոթքի տունը կլինի հոգևորի, ոչ թե քաղաքականության քարոզ, ինչպես Նոր-Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում է։ Փնտրել արարողություններում ինչ որ բաց թողումներ, խզումներ, ճեղքվածքներ կամ բաց թողումներ բացառապես անհնարին է եւ դրան հակառակ իրողություն ներկայացնելը պարզապես մեղանչում է ճշմարտության դեմ։ Իրինամ Կրչյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։